Երեք տկենում, որպես կառավարության լիազոր մարմին, տեղի ունեցավ օրենքով սահմանված ռազմավարական ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշման նախագծի հանրային լսմանը կհաջորդի արդեն շաբաթների ընթացքում կառավարության կողմից հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը եւ որոշումով նաեւ կսահմանվեն մի շարք կարգեր, ընթացակարգեր եւ այլն, որոնք ենթադրում են մի քանի ամիսների ընթացքում լիցենզավորված ռեզիդենտ ընկերության կողմից շուկական արժեքի գնահատում, շուկական արժեքի ուրեմն կառավարության կողմից գնահատականի պաշտոնապես ծանուցում սեփականատերերին, ընթացակարգերով սեփականատերերի ծանուցման պատասխանի ստացում եւ արդեն ըստ կարգավորումների պետք է գործընթացը արդեն հանգեցնի փոխհատուցման տրամադրում շուկական արժեք պլյուս 15%։ Խոսում եք, ինչպես են տրամադրվում։ Չէ, բարձրացած կոնտակտ չկա այդ առումով։ Ինչ են մտածում, տալու են, համաձայնվելու են տալ պետությանը, ինչ տեսեք, վստահաբար նկատել եք գործընթացը ինքնին ի սկզբանե, օրինակ, մասնավորապես իմ անձնական պատկերացմամբ մի քանի ամիս պիտի տևեր, բայց կարծես թե իրավական իրավունքի եւ օրենքի գերակայության տառին համապատասխան գործընթաց տանելու պարագայում մոտ 2 տարի տևում է եւ օրինական գործընթացների վերջնարդյունքը այսպես թե այնպես ցանկացած Հայաստանի Հանրության քաղաքացու եւ տնտեսվարող սուբյեկտի համար պարտադիր է կատարվում։ Թե ինչ դիրքորոշում ունեն երկար լսումների հետ կապված չեմ կարող ասել, որտեղ իրենց ներկայացուցիչներից մարդ չկա։ Չեն ներկայանում։ Չէ, ի զարմանալից մարդ չեր ներկայացել, ինչը ես զարմացել եմ։ Կա տարբերակ, որ դուք կշարունակեք կառավարել հեծը, թե ձեր ժամկետը երբ որ ավարտվի։ Տեսեք, իմ կարգավիճակը օրենքով է սահմանված եւ ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են այն պահին, երբ արդեն նոր սեփականատերը Հայաստանի Հանրապետությունը դիմում է հանրային ծառայություններ կարգավորող մարմնին, ՀՑԿՀ-ին, բաշխման լիցենզիա ստանալու։ Բաշխման լիցենզիան ստանալու պահից ժամանակավոր կառավարչի լիազորությունը դադարում են։